Բարի գալուստ բուժատետեր, դիտեք թողարկումը մինչև վերջ եւ միասին պարզենք, որ տեսակի թութն է ավելի օգտակար՝ սևը թե սպիտակը։ Թութը Հայաստանում ամենասիրելի եւ տարածված մրգերից մեկն է։ Շատերը սիրում են թե սևը, թե սպիտակը, սակայն հարց է առաջանում, թե դրանցից որն է ավելի օգտակար։ Իհարկե, այս հարցի պատասխանը միանշանակ չէ, քանի որ երկու տեսակներն էլ ունեն արժեքավոր սննդային հատկություններ, սակայն դրանց բաղադրությունն ու ազդեցությունը իրականում օրգանիզմի վրա տարբեր է։ Նախ հասկանանք թթի ընդհանուր սննդային արժեքը։ Թութը հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով։ Այն պարունակում է վիտամին C, վիտամին K, B խմբի որոշ վիտամիններ, երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, սննդային մանրաթելեր։ 100 գրամ թարմ թութը պարունակում է միջինում 50 կիլոկալորիա, ուստի այն համարվում է համեմատաբար ցածր կալորիականությամբ միրգ։ Թթի կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել մարսողության բարելավմանը, իմունային համակարգի ամրապնդմանը և սրտանոթային առողջության պահպանմանը։ Խոսենք սև թթի մասին։ Սև թթի առանձնահատկությունները։ Սև թութը աչքի է ընկնում իր մուգ մանուշակագույն կամ գրեթե սև գույնով։ Հենց այդ գույնն էլ հուշում է դրա մի շատ կարևոր առավելության մասին։ Ուշադրություն, նյութը կոչվում է անտոցիաններ, սա սև թթի գլխավոր ուժն է։ Սև թութը հարուստ է անտոցիաններով։ Դրանք բնական պիգմենտներ են, որոնք տալիս են մուգ գույնը եւ միաժամանակ հզոր հակաօքսիդանտներ են, չափազանց կարևոր եւ օգտակար նյութեր։ Հակաօքսիդանտները պայքարում են ազատ ռադիկալների դեմ, պաշտպանելով բջիջները վնասումից, ծերացումից, հիվանդություններից։ Գիտական հետազոտությունները ապացուցել են, որ անտոցիաններով հարուստ մթերքները կարող են նվազեցնել օրգանիզմում բորբոքային գործընթացները, նպաստել անոթների առողջությանը, պաշտպանել սիրտը, դանդաղեցնել բջիջների ծերացման գործընթացը եւ նվազեցնել քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։ Հաջորդը ավելի շատ երկաթ։ Սև թութը հաճախ համարվում է երկաթի ավելի լավ աղբյուր, քան սպիտակ թութը։ Եթե խնդիրներ ունեք երկաթի հեմոգլոբինի հետ, ապա սև թութը կարող է դառնալ ձեր առաջին օգնականը։ Թեև ամեն դեպքում տարբերությունը մեծ չէ, սակայն այնուամենայնիվ սև թութը ժողովրդական բժշկության մեջ երկար ժամանակ եւ մինչ օրս օգտագործվում է արյան պակասության եւ թուլության դեպքերում։ Իհարկե, միայն թթով երկաթի պակասը բուժել հնարավոր չէ, սակայն այն կարող է լինել առողջ սննդակարգի չափազանց օգտակար բաղադրիչ։ Սև թթի հաջորդ առանձնահատկությունը այն օգտակար է սրտի համար։ Սև թթի մեջ առկա հակաօքսիդանտները կարող են նպաստել խոլեստերինի օքսիդացման նվազմանը, անոթների պատերի պաշտպանությանն ու առանցքականության պահպանմանը եւ արյան շրջանառության բարելավմանը։ Այժմ խոսենք սպիտակ թթի մասին։ Սպիտակ թութը Հայաստանում եւս շատ տարածված է եւ ավելի քաղցր համ ունի։ Թեև այն պարունակում է ավելի քիչ անտոցիաններ, սա չի նշանակում, որ այն պակաս օգտակար է, բայց արյան շաքարի կարգավորման հնարավոր ազդեցություն։ Սպիտակ թթի ամենահետաքրքիր հատկություններից մեկը կապված է նրա տերևների եւ պտուղների միջև պարունակվող որոշ կենսաբանորեն ակտիվ նյութերի հետ։ Այս նյութը կարող է որոշ չափով դանդաղեցնել ածխաջրերի քայքայում աղիներում, ինչի շնորհիվ սննդից հետո արյան մեջ գլյուկոզայի բարձրացումը ավելի մեղմ է լինում։ Հետաքրքիր է, որ թութը իրենով պարունակում է շատ շաքարներ եւ գրեթե հակացուցված է շաքարային դիաբետի դեպքում։ Սակայն թթենու տերևներից պատրաստված թուրմը կարող է լինել դեղամիջոց շաքարային դիաբետի դեպքում։ Հաջորդը լյարդի եւ մարսողական համակարգի ազդեցություն։ Սպիտակ թութը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվել է մարսողությունը բարելավելու, փորկապությունը մեղմելու եւ օրգանիզմի ընդհանուր տոնուսը բարձրացնելու նպատակով։ Մանրաթելերի պարունակության շնորհիվ այն նպաստում է աղիների բնականոն աշխատանքին։ Եվ իհարկե ավելի քիչ թթվային է։ Շատ մարդիկ, հատկապես ովքեր ունեն ստամոքսի բարձր թթվայնություն, նշում են, որ սպիտակ թութը ավելի մեղմ է եւ ավելի հեշտ է տարվում եւ մարսվում օրգանիզմի կողմից։ Վիտամինների եւ հանքանյութերի համեմատությունը։ Սև եւ սպիտակ թթերի միջև տարբերությունը հիմնականում վերաբերում է հակաօքսիդանտին։ Մնացած ցուցանիշներով դրանք բավականին մոտ են։ Երկուսն էլ պարունակում են վիտամին C, կալիում, մագնեզիում, կալցիում, մանրաթելեր։ Իսկ որն է ավելի օգտակար իմունիտետի համար։ Եթե խոսքը վերաբերում է իմունային պաշտպանությանն ու բջիջների պաշտպանությանը, ապա առավելությունը տրվում է սև թթին։ Դրա պատճառը բարձր հակաօքսիդանտային ակտիվությունն է։ Սակայն սպիտակ թութն էլ է նպաստում իմունային համակարգի աշխատանքին, քանի որ պարունակում է վիտամին C եւ այլ օգտակար նյութեր, սակայն զիջում է սև թթին։ Որն է ավելի օգտակար սրտի համար։ Հետազոտությունների համաձայն մուգ գույնի մրգերը, պտուղները, հատապտուղները, ներառյալ սև թութը ավելի հարուստ են այն նյութերով, որոնք պաշտպանում են անոթներն ու սրտանոթային համակարգը։ Հետևաբար սրտի առողջության տեսանկյունից առավելությունը կրկին սև թթինն է։ Որն է ավելի օգտակար շաքարի վերահսկման համար։ Այս դեպքում առավելությունը հաճախ տրվում է սպիտակ թթին, հատկապես դրա տերևներին։ Գիտնականները շարունակում են ուսումնասիրել սպիտակ թթի ազդեցությունը գլյուկոզայի նյութափոխանակության
առողջության վրա։ Այնուամենայնիվ պետք է հիշել, որ հասած թութը անկախ գույնից պարունակում է շատ բնական շաքարներ եւ շաքարային դիաբետ ունեցող մարդիկ այն պետք է զգուշությամբ օգտագործեն։ Չորացած թութ արդյոք օգտակար է։ Հայաստանում լայն տարածում ունի հատկապես չորացրած սպիտակ թութը։ Չորացման ընթացքում ջրի մեծ մասը հեռանում է, շաքարի խտությունը մեծանում է եւ կալորիականությունը բարձրանում է։ Դրա արդյունքում սև թութը դառնում է էներգիայի լավ աղբյուր, սակայն այն պետք է օգտագործել չափավոր քանակությամբ, քանի որ այն պարունակում է մեծ կալորիաներ եւ շաքար։ Հատկապես դիաբետ ունեցող մարդիկ պետք է վերահսկեն դրա օգտագործումը։ Խոսենք նաև հնարավոր վնասների մասին։ Թութը հիմնականում անվտանգ մթերք է, այո, սակայն չափից շատ օգտագործելու դեպքում կարող են առաջանալ մի շարք խնդիրներ, մասնավորապես փքվածություն, փորափքանք, գազեր, փորլուծություն եւ մարսողական անհարմարություններ։ Հազվադեպ կարող են հանդիպել նաև ալերգիկ ռեակցիաներ։ Եզրակացություն. եթե հարցը ձևակերպենք այսպես, որ թութն է ընդհանուր առմամբ ավելի հարուստ օգտակար նյութերով, ավելի օգտակար, ապա պատասխանը ամենայն հավանականությամբ կլինի սև թութը։ Այն պարունակում է ավելի շատ հակաօքսիդանտներ, հատկապես անտոցիաններ, որոնք նպաստում են մեր սրտի առողջությանը, պայքարում են բորբոքումների դեմ, պաշտպանում բջիջները վնասումից։ Իսկ եթե խոսքը վերաբերում է արյան շաքարի վերահսկմանը, մեղմ համին եւ ավանդական օգտագործմանը, ապա սպիտակ թութն էլ ունի իր կարևոր առավելությունները, հատկապես սպիտակ թթենու տերևները։ Ուստի լավագույն տարբերակը ոչ թե ընտրություն կատարելն է, այլ հնարավորության դեպքում երկուսն էլ օգտագործելը։ Սև թութը կարելի է համարել օգտակար նյութերի չեմպիոն, իսկ սպիտակ թութը բնական քաղցր եւ սննդարար միրգ, որն ունի նաեւ իր օգտակար յուրահատուկ հատկությունները։ Սիրելի դիտողներ, այս թողարկման համար այսքանը։ Եթե մեր տեսանյութը օգտակար է ձեզ համար, հավանեք այն դնելով լայք, նաև մեկնաբանությունների հատվածում գրեք, որ թութն եք ավելի շատ սիրում, սևը թե սպիտակը։ Մեկնաբանություններում առաջարկեք նաև նոր թեմաներ մեր առաջիկա թողարկումների համար։ Վերջում չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ հետաքրքիր տեսանյութերը։ Առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։